Իրանում տնտեսական պատճառներով սկսված ցույցերը շատ արագ վերածվել են հակակառավարական ցույցերի։ Իրանի իշխանությունները շատ կոպիտ պատասխան են տվել, այս պայմանությամբ կան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կամ հազարավոր զոհեր, հստակ թիվը չեն կարող ասել, որովհետև ինտերնետը անջատված է Իրանում գրեթե մի շաբաթ, ինֆորմացիան քիչ է եւ մանիպուլյացիաները շատ են, պրոպագանդան շատ է, արևմտյան մեդիաները իրենց կողմից են մանիպուլացնում, պրոիշխանական մեդիաները Իրանում իրենց կողմից են մանիպուլացնում այս հարցը ու ցույցերը, ու թվում է թե շատ բարդ է կողմնորոշվել, թե ինչա կատարվում, հասկանալ ընդհանրապես ինչ իրավիճակ է։ Դրա համար ես առաջարկում եմ անել փոքր պատմական էքսկուրս եւ Իրանում ցույցերը դիտարկել պատմական կոնտեքստի մեջ, որպեսզի դրանք կարողանանք լավ հասկանալ։ Վիդեոն երկու մասից է բաղկացած լինելու, որովհետև ասելիքը շատ է, սա առաջին մասն է։ Ձեր էկրաններին Իրանի վարչապետ Մոհամմադ Մոսադեղն է, որը 1951 թվականին ժողովրդավար ընտրություններից հետո Իրանի Մեջլիսի կողմից նշանակվել է երկրի վարչապետ։ Մոսադեղը շատ պոպուլյար էր Իրանում, որովհետև ուզում էր կառուցել աշխարհիկ ժողովրդավար պետություն եւ սահմանափակել շահի իշխանությունը։ Մոսադեղը այն մարդն էր, որ ազգայնացրեց Իրանի նավթային արդյունաբերությունը։ Իհարկե սա դուրս եկավ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային, ավելի կոնկրետ անգլո-իրանական նավթային ընկերությանը, որը կառավարում էր եւ շահույթ էր ստանում Իրանի նավթային արդյունաբերությունից։ Դրա համար ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան որոշում են հեղաշրջում իրականացնել Իրանում եւ ազատվել Մոսադեղից։ Հեղաշրջման օպերացիան կոչվում էր Այաքս։ Հեղաշրջումը մեծ հաջողություն է ունենում, Մոսադեղին ձերբակալում են եւ Իրանի ղեկավար նշանակում են Ռեզա Փահլավիին, շահին, թագավորին, այլ կերպ ասած։ Իշխանության գալուց ընդամենը մի տարի անց նա արևմտյան նավթային ընկերություններին տվեց Իրանի նավթային արդյունաբերությունը գրեթե ամբողջությամբ։ Ռեզա Փահլավին շատ խիստ ավտոկրատ էր, նրա օրոքա ստեղծվել գաղտնի ոստիկանությունը, որը կոչվում է Սավակ, բոլոր քաղաքական հակառակորդներին դաժան ճնշում էր, խոշտանգում էր եւ այլն։ Իհարկե այդ ամեն ինչի վրա արևմուտքը աչք էր փակում, որովհետեւ նավթ։ Ռեզա Փահլավիի արևմտամետ զարգացած իշխանությունը տևեց մինչև 1979 թվական, երբ որ տեղի ունեցավ Իրանի իսլամական հեղափոխությունը, որը ղեկավարում էր այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին։ Կարելի է ասել, որ Իրանի հեղափոխությունը ընդվզում էր Ռեզա Փահլավիի ոչ էֆեկտիվ կառավարման, կոռուպցիայի, էլիտաների հարստացման ու երկիրը արևմուտքին վաճառելու դեմ։ Ցավոք Իրանի ժողովուրդը այդպես էլ չտեսավ իսկական ժողովրդավարություն եւ մի դիկտատորան ըստ էության փոխարինվեց մյուսով, բայց շարունակությունը հաջորդ վիդեոում անպայման գնացեք նայեք։